Ամեն ամանորը Հայաստանում սկսվում է մեր սպարապետի ծննդյան օրվանից հունվարի 1-ից։ Այս տարեդարձը յուրահատուկ է։ Այսօր նրա 140-ամյակն է։ Բնականաբար այստեղ չկա իշխող ոհմակի պատվիրակությունը, ծաղիկները, պսակները։ Դա ժողովրդի բերված Հայաստանի Եվրոպական կուսակցության այդ թվում բերված ծաղիկներն են, որովհետև նրանց համար և մեր բոլոր թշնամիների համար Նժդեհը անընդունելի է, բայց այս տարեդարձը հատուկ նշանակություն ունի, որտեղ հենց այս օրերին, այս ժամերին իրականացվում է Նժդեհի կյանքի կարևորագույն, ամենակարևոր գործի մի մասը, ճակատագրական մասը։ Իրանում նորից ապստամբություն է իսլամական բռնապետության դեմ, և եթե այս անգամ մեր հարևան եղբայր ժողովուրդը կարողանա ազատագրվի և վերականգնի, ինչպես իրենք են պահանջում, թագավորական Իրանը, Պարսկաստանը, ապա Նժդեհի պահպանած 140 կիլոմետրանոց հատվածը մեր ընդհանուր սահմանի կդառնա իսկապես կյանքի ճանապարհ, և նրա գլխավոր գործը կաշխատի։ Քանի որ Իրանը բացվելու է դեպի արևմուտք, դեպի ազատություն, դեպի մարդու իրավունքներ, դեպի Եվրոպա, իսկ դա կնշանակի, որ տապալվելու է ռուս-թուրք-ադրբեջանական թակարդը և այդ նախագիծը, որ իջադագովն են այսօրվա Հայաստանի իշխանությունները։ Այսպես որ խոնարհվենք այսօր Գարեգին Նժդեհի ոչ միայն հիշատակի, այլ նրա շարունակվող հաղթարշավի առջև։ Շնորհավորում եմ ազատ հայերին։